Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է Սալոնիկում հայերին հետքը մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվի խախտումների մասին Արևմտյան Հայաստանում հայկական իրեք ժառանգություն ոչնչացվալա այգեստանցիների հուշարձանը Իմ անունս Արցախ է Արման Նավասարդյան առաջարկ գնահատել Արցախաժառանգությանը հասցված վնասը իրավունքներից հրաժարումը զավթողական ծրագրերի պատճառ Իսրայելը հարվածները 18 զոհ Լիբանանում Հունաստան Սալոնի քաղաքում կոֆեի մշակույթին պատմությունը սերտորեն կապված է հայերի անվանն հետ։ Հալամ 18-ից 19-րդ դարերում հայ վաճառականներն արհեստավորները կարևոր դեր են ունեցալ կոֆեի ներմուծման, բովման ու վաճառքին գործումը, քյոմագնելով քաղաքին առևտրական մշակութային կյանքի զարգացմանը։ Սալոնիկա ամենահայտնի սրճարաններն ու մթերային խանութները մինը Արիսնալ Ալվերին հիմքը տիրացել Գալուտ Պերպերյանը։ Հետագայում գործը շարունակալա Յուրան Խոխան Սարան Պերպերյանը, վերը ոչ միայն հաջողագործարարել այլև մարդասիրության օրինակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքը գաղտնի ալյուրայել աղելիս ու բիժիների սովյալներին, իսկ նացիստական օկուպացիային վխտեն քյոմագերալ հրեա ընտանիքներին փրկելով իրենց ունեցվածքը։ Այս պատմությունները հիշեցնում են Սալոնիկա կոֆեին բույրը մենակ բոված հատիկներին բույրը չի, այն նաև հայ գաղթականների իրենց աշխատասիրության ու համառության մասին է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակալա ՎՏ ու ԱԼՔ ընդդեմ Բաքվի գործավճիռը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին վաղ զոհված հայ զինծառայող ՀԹ-ի մահվան հանգամանքներին։ Դատարանը քննության առալ ընտանիքի պնդումները, ըստ որոնց գերեվարվելուց հետո ՀԹ-ն ենթարկվալա խոշտանգումների սպանվալու գլխատվալա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրալա Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ու 3-րդ հոդվածի խախտումներ, հունցը զոհված զինծառայող դիել յուրան ընտանիքի կրած ծանր հոգեկան տառապանքների առնչությունով։ Դատարանը որոշալա զոհվածի ծնողներին համատեղ հատկացնել 60,000 եվրո, քրոջը 30,000 եվրո, ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 14,210 եվրո դատական ծախսերի փոխհատուցում։ National Geographic-ին հետի պատրաստված թազա հրապարակման մեջին լրագրող Փոլ Ուեսթերլունդը ներկայացրել է Արևմտյան Հայաստանա տարածքում վերագրավալա թուրքական ռեժիմի կողմից գտնող այցելության արժանի 10 ամենատպավորիչ հնագույն քաղաքները։ Ցանկում առանձնատուկ տեղ են զբաղեցրել հայկական պատմամշակութային 3 կարևոր հուշարձաններ։ Դրանցից առաջինը Անինա Միջնադարյան Հայաստանը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը, վերահայտնի որպես հազարումի եկեղեցիների քաղաք։ Ստեղ գտնում է նաև Անիի մայր տաճարը, որի շինարարությունը սկսվել է 989 թվականին ու բրծալա 1001-ին։ Ցանկում ընդգրկված է նաև աղթամարկղզին յուրան նշանավոր Սուրբ Խաչ եկեղեցիով, վերը սարքվել 10-րդ դարում ու սոր համարվում է համահայկական ուխտավայրերի մինը։ Հայկական մշակութային ժառանգության 3-րդ կարևոր կոթողը Նեմրութ լեռն այստեղ գտնվում է հնագույն դամբարանային համալիրը, կառուցվել է Կոմագենեի հայկական թագավորության արքա Անտիոքոս I Երվանդունի կողմից ու համարվում է տարածաշրջանի ամենանշանավոր հնագիտական հուշարձանների մինը։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը հաղորդում է վանդալիզմի ևս մի հատ դրվագի մասին համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստանը Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին հավերժացնող խաչքարը ու շենի հայրենական մտպատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Դերասան Արման Նավասարդյանը Facebook-յան յուրան էջումը կիրալա ուղեղիդ մորմոքը Արցախը ինի, երազներիդ մեջին Արցախը ինի, ջղերիդ մեջին Արցախը ինի, արցունքներիդ մեջին Արցախը ինի, կարոտիդ մեջին Արցախը ինի, գոռոցիդ մեջին Արցախը ինի։ Ես միշտ փառաբանելու եմ քեզ, որովհետև իմ պատվի ու արժանապատվության անունը Արցախ է։ Կոնգրեսական Ջիմ Կոստան դեմոկրատական կուսակցություն Կալիֆոռնիա ներկայացրել է կարևոր ուղում 8595 օրինագծին ազգային անվտանգության պետդեպարտամենտի ու հարակից ծրագրերի 2027 թվականի բյուջետային ակտին։ Այս փոփոխությունով նախատեսվում է պաշտպանության նախարարությունը պետդեպարտամենտի հետ համագործակցությունով պիտի կոնգրեսին ներկայացնի զեկույց վերգնահատելու է Բաքվի կողմից Արցախատարածքում գտնվող հայկական քրիստոնեական կրոնական մշակութային ու պատմական ժառանգության օբյեկտներին հասցված վնասը, ավերածություններն շարունակվող սպառնալիքները։ Տեքստում ընդգծում ավեր Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտումները, որոնց հետևանքով 120,000 հայեր հարկադրված թողան Արցախը, սահմանափակվալ չի մենակ բնակչության տեղահանումով։ Դրանք շարունակվալ նաև մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումով, եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ու դարավոր պատմամշակութային հուշարձանների դեմ ուղղված գործողությունների միջոցով։ Սա որակվում է որպես հարված հայկական ինքնության ու քրիստոնեական ժառանգությանը։ Նշվում է նաև ներկայացուցիչների պալատի կանոնակարգերի կողմից շուտով սկսվելու է առաջարկվող ուղումների քննարկումը։ Եթե ճինանչվի ընթացակարգային առումով ընդունելի, ապա ամբողջ ներկայացուցիչների պալատը հնարավորություն ունենալու քվեարկելի կոստայի առաջարկած ուղղման վերաբերյալ առանձին կամ միավորված փաթեթի կազմում։
Պատմական գիտությունների թեկնածու Բաքվի հարցերափորձագետ Աթևիկ Հայրապետյանը անդրադարձ արավ Բաքվի Միլի Մեջլիսի փոխոսնակ Զիաֆատ Ասկերովի հայտարարությանը, ըստ վերի Հայաստանը ներկայացվում է որպես արևմտյան ադրբեջանցիների նախնիներին վղը։ Հայրապետյանի գնահատում ավես պնդումները օնի վեճ պատմական կամ իրավական հիմք ու Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ մղվող զավթողական քաղաքականության մասին կազմում։ Հիշեցնում է վերմիջազգային այցյաններում նման պահանջները ստացած չեն իրավական աջակցություն, բայց Բաքուն շարունակում է մտ ռեսուրսներ ներդնել այդ գաղափարի տարածման հետի։ Փորձագետի խոսքով Արցախ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը նվազեցրալ չի Բաքվի հավակնությունները, այլ հակառակը նպաստալ է թեզը պահանջների ու զավթողական ծրագրերի առաջմղմանը։ Սոր Իսրայելը հարվածներին դերդան հարավային Լիբանանում առնվազն 18 մարդ զոհվել, հայտնալա Լիբանանի առողջապահության նախարարությունը միևնույն ժամանակ իսրայելական բանակը հայտարարավ վերջին սրացումներից ի վեր 4 զինվոր զոհվել։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնալավ կեսգիշերից ի վեր շարունակվող ինտենսիվ օդային հարվածները խոչընդոտալ փրկարարական ու տարհանման գործերին։ Նախարարության փոխանցմամբ նախնական տվյալներով 33 հոգի վիրավորում ստացավ։ Իսրայելը հայտարարավ հարվածներով ուղղվածն են անձանց ու ենթակառուցվածքներին, որոնք կապված են Հեզբոլլահին հետ հարավային Լիբանանա մի քանի շրջաներում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը պատրաստալա պրիկ ուշադրության հետի պնդկացիք։